Միտեղ բարի լույս, միտեղ բարի երեկո, սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 14-ն է, տեղական ժամանակով ժամը 9:20 խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Երկու թեմա կա, որին որ ուզում եմ հրապարակայնորեն անդրադառնալ։ Նախ առաջինը ինձ ցույց տվեցին եւ տեղեկացրեցին, որ տաշիրականների միտինգի ժամանակ, չեմ ուզում այդ կնոջ անունը զգալու տամ, ինչ-որ մի հատ երեխա մայր, որ 40 օրեկան երեխա, որ իշխանությունները բռնել տարել են, yaman 40 օրեկան երեխան մնացել է, եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում եմ ես այդ կնոջը հարց տամ, կինը բնականաբար։ Տիկին ջան, այդ 40 օրեկան երեխուդ ում ես թողել, որ հելը եկել է տաշիրի միտինգին, այդ ինչա, սպեկուլյանտի միտինգին, հիմա էլ վայնասում եք բարձրացրել, ասում եք թե երեխեն մնացել է։ Բա որ մայր, իա 40 օրեկան երեխուն։ Թողը մա ես իմ ում հույսին։ Ես չգիտեմ, կարող է կիսուրի, կարող է խիար մարդու եւ այլն։ Հəlləm գալım է խախի մարդու համար միտինգի։ Ում համար սպեկուլյանտ տաշիրի։ Հիմա էլ ասում են բռնին տարան։ Նախ ես չեմ ողջունում, որ բռնել տարել են։ Ինձ հիմա հետարքիր է, այդ 40 օրեկան երեխուները մարմնի որ մասով են մտածում, բա որ Արցախը տալում էին։ Այդ 40 օրեկան երեխի մերը ուր է։ Կամ մենք դրեցին չէ հիմնավորված փաստով ցույց տվեցինք, ասեցինք, որ տաշիր սամոն կոռուպցիայի մեջ թաթախված պետական դավաճանության հոդվածով կարելի է հանգիստ դատել, Արցախ էներգոն վարի տված պատերազմի վրա փող աշխատած երևույթ է։ Դրինք ցույց տվինք, հարցնել տվինք, ասինք էլի պատասխանի, տեկեք։ Ոչ թե իսկուսственный ինտելեկտով դզեն փչեն եսին ինչ անեն, հլեն թե ինքը մտում խոսում է։ Աղջիկ ջան, հիմա տաշի սամոյի կնիկը თუ հլնի գնա այդ 40 օրեկան երեխուն կուրս կտա։ Ոչ թե հելեք ասեք, վայ, ոստիկանությունը բռնեց տարավ։ Նորից եմ ասում, չեմ արդարացնում, բայց հլա բանը տրամաբանությունն էլի, Արցախը հանձնելուց այդ ընկերուհին ուր էր, ինչքան փողի դիմ, ինչքան փող են կողե կրծքերի արանքը, որի մեջ կաթ կա, որ հիմա հելե եկել այդ սպեկուլյանտի միտինգին։ Մի հատ էլ ասում են բռնին տարան։ Էդիկ մեկ։ Երկրորդը ուզում եմ անդրադառնալ լրագրող Ռոբերտ Անանյանին, ով այսօր հարցազրույց էր վերցնում Պարուր Հայրիկյանից։ Պարուր Հայրիկյանը կուլտուրական մարդ է, գիտենք։ Կուլտուրական մարդ է, հարց ու պատասխանին իհարկե նորմալ է պատասխանում, մալադեց։ Բայց ես ուզում եմ հիմա այդ Ռոբերտ Անանյանին պատասխանեմ։ Ուրեմն լսի տղա ջան, չգիտեմ, դաժե ես ինձ հազիվ եմ զսպում, որ այդ շալվարը թարս գլխից չեմ քաշում, այդ թթի ոչ կա։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը ոչ Արցախը հանձնել, ոչ քաղաքական սպանությունների ռեժիսորը, ոչ պետական բյուջեը թալանել, ոչ քաղաքական սպանությունները արել, ոչ, այսինքն այդ բոլոր այսօրվա այդ վարչապետի տեխնացուները, որ կան, Տաշիշ, Ռոբիկ, Նիկոլ, դրանց միջից ամենամաքրեմաքուր մարդը Վարդան Ղուկասյանն է։ Լսում ես կոլխոզի եզ։ Իսկ եթե ասում ես Վարդան Ղուկասյանը քֆուր է տալը, լավ անում, Վարդան Ղուկասյանը պիտի քֆուր տա, արժանի են քֆուրի, մինիմում արժանի են, այդ մինիմումը ես ապահովում եմ, որովհետև բոզդի տղա են, ես հիմա հազիվ եմ քեզ ինձ զսպում, որ քեզ, որն ու բերանդ մեկ չեմ անում, այ բանակ չծառայած, լսում ես ինձ այդ տղա, Ռոբերտ, արժանի են այդ մարդիկ քֆուրի, ես քեզ հարց եմ տալ, եթե քո գործատում, քեզ ամիսներով աշխատացնի ու փող չտա, ինչ կասես գործատուից, այսինքն դու չես կարա քֆուր տաս, դու մաքսիմում կարաս ասես աղկոս ու տես, բայց ես գործ եմ, ես քո նման անհայտ սերտ չեմ, եւ եթե մի մարդ աշխատացնում է մարդկանց բանվոր դասակարգին եւ փող չի տալում, պիտի ասես բոզի տղա, խի փող չես տալում, եմա սկսում է փողը տալ։ Եթե մի գործատու կամ չգիտեմ շինական կամպանիա, որը վերցնում է մոստասակը ու 3 ամիս կամ 6 ամիս հետո պիտի այդ մոստը հանձնի, սակայն 6 տարի այդ մոստը չի հանձնում, ինչ պիտի ասես։ Պիտի ասես բոզի տղա, այդ մոստն ինչ եղավ, պիտի ասես։ Եթե ասֆալտ են թռում հաջորդ օրը կամ 4 օր 5 օր հետո գնում ճիկուտով քանդում են, ասֆալտը քանդվում է, եւ դատախազությունը քրեական գործ չի հարուսում, չի դատում այդ մարդուն, ինչ պիտի ասես։ Պիտի ասես դատախազ, ագարկա, խերծծող,
ինչի գործ չես հարուցում, բայց Վարդան Ղուկասյանի վրա 17 էպիզոդով գործ եք հարուցել, օրինակ, անհայտ անձը, անհայտ հեռախոսահամարից, Զանգամա ջերմուկի քաղաքապետ Բոզից ծղուն, ասում է $300,000 փող պիտի տաս, քրեական գործը հարուցում են Վարդան Ղուկասյանի վրա, չեն ասում են անհայտ անձը ով է, անհայտ հեռախոսահամար ով է, կամ Քաքի գունդ, որ ասում է, թե հանցավոր խմբավորում է ստեղծել Վարդան Ղուկասյանը Հայաստանի Հանրապետությունում, այդ հանցավոր խմբավորումից քանի մարդու եք բռնել դատել, այսինքն կուսակցություն բացել է հանցավոր խմբավորում, կամ ձեռքաբերի անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում Վարդան Ղուկասյանը, մեկը Սյունիքում, մեկը Գեղարքունիքում, քո նման անգրագետն էլ կարող է տենա ասի, վայ, այդ այն անշարժ գույքն է, Քաքի գունդ, որ Վարդան Ղուկասյանը տվեց այն մասկաց, որոնք որ իրանց տունը վառեցին եւ չթողեցին Թուրքին, ի տարբերություն Տաշիրի, որը տուն էր տալը երկիչ երկչուհիներին, ես տալում էի մարդկանց, որ իրանց տունը վառեն չթողան Թուրքին։ Ու տես լիք հայոյանքներ, եսի մինչեր, ու այդ է քրեական գործը, հետախուզում է հայտարարված։ Վրեն հետախուզում չեն հայտարարել, իշխանությունը կվեկալեն ու հետ կգամ, այդ հետախուզում հայտարարողին էլ կծծծնեն Բաղրամյան 26-ի տեմը, քեզ էլ կբերեն, որ դու նայես։ Հասկացար Ռոբերտ Անանյան, սրանից հետո, եթե որևիցե մի լրագրող փորձել լավ, հանգարց ինչ-որ մի այդ տիպի բոզի տղա հարց տալ, իմ աջակիցներից, իմ կողմնակիցներից կամ իմ հետևորդներից, քաղաքական գործիչներից որևիցե մեկին, ես լրագրողի տունը կծածացնեմ հրապարակայնորեն։ Այն ժամանակ եթե կասեք Վարդան Ղուկասյանը քֆուր է տալում, գնացեք տենց հարցեր տվեք Ռոբերտ Քոչարյանին, որ Ռոբերտ Քոչարյան դադարք ջեբով, թուրքական սվիթերով, առանց հայրանունի, առանց Հայաստանի քաղաքացիության 98 թվին եկար դարած նախագահ, ո՞նց դարած, այդ հարցը տվեք, որ ցուցակում Ռոբերտ Քոչարյան ամենավերջին էր առանց հայրանունի, հերդ Սաիդա թե Սեթրակա, հորդ Գերեզմանը որտեղ է, ոնց հորդ Գերեզմանը թողի թուրքերին, այսօր էլ մի բերան բենիցը դուրս չգալım, թե Արցախը ումն է, Տաշիր Սամո, հայերներ, Արցախեներ գոն, խի տվեցիր, խի գրավադրեցիր, այս ինչ փոխհատուցում կազմակերպեցիր, $30 միլիոն դրիր ծծերիդ արանքը, բայց չես դատվում, ոնց է ստացվում, ձու գողացողը բանտում պտում է 4 տարի, իսկ դու $30 միլիոն դրիր Հայաստանի Հանրապետության բզեկին, Բլագադարյան Նիկոլ Փաշինյանին եւ չես դատվել, ոնց է ստացվում, Տաշի Սամո այդքան բիզնես էր, որ մարդկանց ձեռից խլել ես, ոնց հաստատվի, այդքան սպանություն էր, որ կազմակերպել ես, ոնց հաստատվի, այդ հարցերը գնացեք տվեք, գնացեք դրանց տվեք, եթե այդքան օբյեկտիվ լրագրող ես, Ռոբերտ Անանյան, լսում ես, բալիկ ջան, դու այսօր պետք է մովառես, որ ես քո ոռնո բերանը մեկ չեմ անում, բայց սա վերջին նախազգուշացումն է այդ ծախու լրագրողներին, որ հետո ոչ մեկ չասի, վայ, հելան եկան մտան մեր տուն, Օսմանները, Սելիմները, Բայազետները, հնդիկները, պորտուգալացիները եւ այլն։ Պարզա հարցեք, ես հասկանում եմ, որ լրագրողը պետք է հարց տա, բայց հարցը տալու ձև ունի, հարցը տալու ֆորմատ ունի, ոնց որ այն գլոն, որ Տաշիր Սամոյի ցույցի ժամանակ այն մարդուն վրա հարցեր տալան, այն մարդն էլ մեր աջակիցը հանեց ու ցայեց այդ լրագրողի քիթու բենի մեջ, նյութն էլ գցել են իրանց էջ, այդ Տաշիր Սամոյի սայթն է պաշտոնական, Տաշիր Սամոյի ձայնայինը նայում է 24 ժամ հետո 600 հոգի, այդ մարդուն նայում է 8200 հոգի, ամենամեծ դիտումն է եղել։ Դաժե Տաշիր Սամոյի էջում Վարդան Ղուկասյանին ավելի շատ են լսել, քան Տաշիր Սամո անգրագետ կոչվածին, որը երկու բառ իրար հետ չի կարողանում կապի։ Եթե մի բան սխալ է, Տաշիր Սամո, քեզ հրավիրում եմ տետ-ա-տետ հեռախոսային բանավեճի։ Հրավիրում եմ, արի հələ տենանք, դու կարող ես երկու բառ խոսած, մի կողմը ես եմ, բանտից, մի կողմը դու ես տնային կալանքից։ Հələ տենանք, դու իմ հարցերին կամ հարցը պատասխանից կարաս դիմանալ, մի հարց ինձ կտաս, մի հարց ես քեզ կտամ, ոնց ուզում ես։ Այտա, Սամոյ, վարչապետ է ուզում դառնալ։ Կամ է Ռոբերտ Քոչարյան բոզից տղեն վարչապետ է ուզում դառնալ։ Բայց իհարկե, մարդիկ թալանել են, լափել են,
Ոչ մեկյան չի բռնե, ոչ մեկյան ձերից ոչ մի բան չի խլե, ես նորից ուզում եմ հետ գան, ու ինչի մասին են վիճում, ասում նա ինձ ավելի հարուստ է, Նիկոլ Փաշինյանը, հələ նայեք, մարդը վարչապետ է ուզում գալ, ու հարստությունից են խոսում, հարստության հետ իրար հետ գոնկա են կպել, թե ով ավելի հարուստ, բայց ոչ մեկ չի ասում, լավ, այդ Արցախի հարցը վсё, փակվավ, գնաց, կորավ, բանակը դրեց եկա 40 քանի հազարից շինեց 14,000, այդ ծծկեր երեխա մայրը ուր էր, որ չի լավ ասեց, մեր պաշտպանությունը խես թույլ ասում, Նիկոլ լավը ծռեն, բոզի տղա, ինչ կա, բացարձակապես, իսկ բանակը երբ որ քրքրեց, թողեց այս 14,000 միած գումարտակ մարդա թողե, ու մորոկա թողե, այս պարլամենտի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, շնորհիվ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է, եւ Նիկոլ Փաշինյանի կերած քայքերի համար պատասխանատալի պարլամենտը եւս այնտեղ նստած պատգամավորներով 8 տարի է իշխանությունն ապահամ, 8 տարվա մեջ մի հոգի անուն ազգանուն տվեք ինձ, որը որ դատվել է նախկիններից եւ գույքը բռնագրավել են, Սերժի Վաչո, Արշակ, Վովա եւ այլն, որևիցե մեկը, Գագիկ Խաչատրյան, 0, բա հիմա նորից ինչա ուզում կա, ուր գնամա թքում են վրեն շպրտում են դուրս, իսկ կոալիցիա կազմելու են, իշխանությունը պահելու են Ռոբիկ, Սամոյ եւ Նիկոլ, իգիտություն, այսինքն վարձով մարդկանց, որ փողը կողամը մեկի տրուսիկի արանքը, մեկի ծծերի արանքը, տաշիրը հալում կծմա փողոցներ եւ անգրագետ նավարով, որ նավարից ոչ մեկը ԱԲԳԴ եզեյ թժելը խծկան չգիտի։ Հենց ընկել են բնմեդան, կուզեն իշխանության կան, քաքը սկուտես տաշից սամո դու իշխանության կգաս, սպեկուլյանտ գանդոն, թալանչի գանդոն, որ ընդեղ զինվորները զոհվում էին, դու ընդեղ բիզնես էիր անում։ Արցախ էներգո էիր ծախում զինվորների այրան վրա։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ ոնց որ հեկերա թուրքերը չռմբակոծեցին, այդ ձևել քո Արցախ էներգոն, որտեղ ծախում էիք։ Պայմանավորվում էիք։ Համ պետությունից փող քերեցիր, համ թուրքերից փող քերեցիր։ Ու դատախազությունը այսօր դες ասում է ֆրֆրակացավ տեղի, այդ ակնոցավոր գանդոնուհին։ Այսքանը ձեր հետ էր ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։